Ես կանոնական աստվածաբան չեմ, սիրելիներս։ Դա մի բան է, մի պաշտոն է, որը հիմնվում է բացարձակ իմացության վրա, տեզրական եկեղեցիների եւ սրբերի եւ վերաբերում է ծեսի կանոնին, պատարագի ծեսի կանոնին։ Ահա, հնուց մենք գիտենք, որ շատ հին տակառների մեջ դեռևս Հիսուսի ժամանակ գինին պահել են եւ դա շատ թունդ է եղել եւ հին եբրայացիները գինին խմելիս միշտ ջուր են լցրել դրա վրա, ինչպես եւ ենթադրվում է եւ կան տեղեկություններ թղթերի մեջ, որ հնարավոր է, որ վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը հենց այդպիսի գինի է օգտագործել, գինին ջրով խառնված, դեդակ է, ասենք այդ հնագույն փաստաթղթի մեջ կա հիշատակություն։ Եվ հա դարերի վեր, երբ որ սահմանեցին կանոնը, պատարագի կանոնը, բոլոր ուրեմն եկեղեցիներում սկիի մեջ այդ գինու հետ լցրին նաև ջուր, որը խորհրդանշում է երկու բնությունը Քրիստոսի, Աստվածային եւ մարդկություն։ Եվ ահա դա կանոնական է 1950-ական թվականներին Տրենտի 22-րդ խորհուրդը սեշնը նստաշրջանը հայտարարեց անաֆեմա այն քահանաների վրա, որոնք կոնսեկրացիայից առաջ, նվիրաբերումից առաջ գինին չեն խառնի ջրի հետ եւ դա կոչվում է անվավեր սուրբ հաղորդություն իսկ ձեզ պետք է հիշեցնեմ, որ եւ կաթոլիկները եւ ռուսները դա անում են եւ հունական եկեղեցին եւ բյուզանդական արևելյան եկեղեցին կոչվում է զապիվկա, այսինքն թե գինին պետք է լինի կարմիր եւ ահա այն պետք է խառնվի ջրի հետ, հացը կարող է լինել թթխոմորով եւ առանց թթխմորի, երկուսն էլ ընդունում են տիեզերական ժողովները, բայց այն պետք է լինի ցորենի հաց։ Հիմա հենվելով Տրենտի այս կանոնի վրա, փաստորեն հայ առաքելական կոչվող եկեղեցին լինելով միաբնակ, միաֆիզիկ մեկ բնություն ընդունող, չգիտեմ այդ որ բնություն են իրենք ընդունում, կամ լրիվ Աստված է, կամ լրիվ մարդ է ուրեմն, այդպես էլ մնաց անհայտ, որտեղ դեռ տրամաբանություն չկա։ Եվ նրանք օգտագործում են միայն մաքուր գինին, եւ լսեցինք Տեր Սահակը հայտարարեց, որ անգամ կոկա-կոլա է օգտագործում, գարեգին մեծ սուրբն ու մարգարեն։ Կանոնադրությունները գրում ինքը իր ուղեղից, հա, այսօր ենք ասել։ Հարցը դա չէ։ Հիմա ես մկրտվել եմ հայոց եկեղեցում, ինձ մկրտել է կաթոլիկ արմատներով քահանա, Տեր Հարությունը, եւ ես այս բաների մեջ խորացած չեմ եղել։ Համենայն դեպս, երբ որ ես գնում էի հայկական եկեղեցի եւ Խարիսիայի հիմնականում միջև վերջին տարիները իրենք չէին, անգամ հաղորդություն չէին տալի ժողովրդին, ժողովուրդ չգիտեր դա ինչ է, ասում են մոս, ինչ այդ մոսը, նշխարք, ինչ այդ նշխարքը, ոչ մի գիտակցությունը չկար անգամ, այն տրանսուբստենշնը, ինչ որ կոչվում է էության փոխարկում, թեպետ մեր հին եկեղեցիների ներքին խորանի վրա տեսնում ենք շշաձև որ կոչվում է էություն, էական փոխարկում, ամբողջ հարցը հենց այդ եւ Խարիսիայի մեջ է։ Եվ ամբողջ աշխարհի դիվական ուժերը միշտ կռվել են, որպեսզի այդ փոխարկումը նյութի, ինչպես հողը փոխարկվեց մարդու մարմնի, Աստծո զորությամբ, այնպես էլ հացն ու գինին փոխարկվում է Քրիստոսի մարմնի եւ մենք միանալով նրան փաստորեն դառնում ենք Քրիստոսի պես հարուցյալ, մեր մահը վերանում է դրանով։ Եվ ահա, երբ որ ես հասկացա եւ տեսա, որ մասնակցում էի հայ եկեղեցում Հայաստանում
հաղորդություն էի առնում, հասկանալով դա ինչ է, չեմ կարող ասել, թե ես մեծ շնորհքներ եմ տեսել, որովհետև Սուրբ հաղորդությունը դա այլ բաղն է, երբ որ դու ընդունում ես, դա ինչպես է վերածնված ես քեզ զգում, բացի զգալը, հասկացողությամբ մոտենում ես Քրիստոսի անձին եւ նա ապրում է քո մեջ։ Սա առաջին անգամ ես զգացել եմ լատին ծեսի կաթոլիկ եկեղեցում։ Եվ կարող եմ ասել մեկ անգամ չէ, ամեն անգամ։ Եվ ես հասկացել եմ լատին ծեսի Սուրբ հաղորդությունը հրաշագործ է։ Ինձ համար այդպես է եղել, եւ բոլոր համար այդպես է։ Որից հետո ես դադարեցի հայկական այս եկեղեցիներում ստանալ հաղորդություն, որովհետև ես չգիտեմ, իրենք չեն հավատում ֆորմուլան, ասում են ճիշտ է, բայց նյութը կա եւ ֆորմուլան դա այն է, ինչ որ Քրիստոս արտաբերեց ընթրիքին, ավերջին, դա պահպանված է, դա պահպանված չէ Ղպտի եւ Ասորայլ այս արևելյան եկեղեցիները, բայց մեր եկեղեցու մեջ ոսկեբերանի կանոնը պահպանված է, բայց այն նյութը թե ինչից է կազմված Սուրբ հաղորդությունը, գինին ունի իր մեջ ջրի խորհուրդ, որը երկու բնության խորհուրդն է, թե չունի, ես դա չգիտեմ։ Մենք եթե անգամ վերցնում ենք, մեղք չենք գործում, որովհետև դա ինչպես է ասի, ես կանոնական աստվածաբան չեմ, ես ասում եմ ինչ է գրված Տրենտի խորհուրդը, որտեղ հազարավոր եպիսկոպոսներ կային, սրբեր կային, Պիոս 5-րդը մեջ սուրբ էր, եւ նրանք անանաֆեմա դրեցին այն քահանայի վրա, ով Սուրբ հաղորդության գինու հետ ջուր չի խառնում, որպես դավանաբանության վկայություն է իրենց, ուղղափառ դավանաբանություն։ Հիմա այդ մասը ես պետք է բաց թողնեմ, արդյոք եթե Սուրբ քահանա հայտնվի այս եկեղեցում ասենք առաքելական, որովհետև կա եւ կաթոլիկ թևը, վերջին անգամ ես կաթոլիկ եկեղեցում հայկական ընդունեցի Սուրբ հաղորդությունը եւ ես կարող եմ ասել 100%-ով դա իրական էր, ամեն անգամ երբ որ դու միստիկ սակրամենտի հետ շփվում ես, քո տեսողությունը բացվում է։ Հիմա սիրելիներ, ես չեմ կարող ասել հայ եկեղեցու Սուրբ հաղորդությունը իրական է թե ոչ, կասկած կա։ Սուրբ աստվածաբանության մեջ ասում են, եթե կասկած կա, մի վերցրու։ Կամ ես վերցրել եմ այս կերպ, միշտ ասում եմ, երբ որ մոտենում եմ հաղորդությանը, այն ժամանակ էլ ես զգում եմ, որ ինչ-որ բան այնպես չէ։ Եվ այ ես միշտ ասում եմ, Տեր, եթե սա քո մարմինը եւ արյունն է, ես պաշտում եմ այն։ Իսկ եթե դա չէ, այդ կոնսեկրացիան նվիրաբերումը չի կատարվել, դուք պաշտում եք փաստորեն հաց եւ գինի, ուրիշ ոչինչ։ Եվ դրանից ձեր հավատքը միայն գաղժանում է եւ դուք այն կորցնում եք։ Հիմա Աստված դնում է մեզ վրա պարտականություն հասկանալու այս ամենը, ոչ, քահանաները սա պիտի իմանան։ Ես ինչու եմ այս խոսքը բերում։ Ահա Նիկոլա հաղորդություն առավ կաթոլիկներից եւ բոլորը ասում են դա։ Այդ տագետներ, քանի ուշ չի գնացեք հաղորդություն առեք կաթոլիկներից, որովհետեւ չեք փրկվելու։ Հիմա ինչ վերաբերում է կաթոլիկ եկեղեցին, ես վաղուց բացատրել եմ, երբ պտակված է, որը բաժանված է տրադիցիոնալ ավանդական Սուրբ Պետրոսի ծեսի վրա հիմնված եկեղեցիները եւ ահա մոդեռնիստ ծեսը։ Մոդեռնիստ ծեսը կարող է լինել չափավոր եւ դա փաստորեն ես տեսել եմ Ֆրանսիայում, Փարիզում, ռետրիտի մեջ ենք եւ ահա ես տեսնում այդ մոդեռնիստ ծեսերը կանայք ինչպես են այդ իրար փոխանցում, իրար հաղորդություն տալիս եւ այն մնում է ապշած, բայց այդ մի գյուղում եւ Խարիսիայի այս adoration պաշտամունքի գիշերային ժամեր կար, մեկ ժամ ես պետք է չոքեի, աղոթեի, այսպես հերթով փաստորեն հավատացյալներս Սուրբ հաղորդությունը ցուցադրվում է խորանի վրա եւ մենք այն չոքում ենք, պաշտում ենք, աղոթքներ ենք անում լուր գիշերը։ Իմ ժամը կարծեմ 3-ից 4-ներ առավոտյան։ Եվ ես այն ժամանակ տարապում էի արիթմիայով սրտի։ Նայեք 1992 թիվներ։ Եվ ահա ինչ կատարվեց։ Երբ որ ես ծնկած
նայում է Սուրբ Հաղորդության այդ աստղերով սկի հեսա, բայց Սուրբ Հաղորդությունը նայում է քո դեմքին, ապակու ետևից։ Եվ ես հանկարծ տեսա, օդը կարծես թե սկսեց ալիքվեց եւ ինչպես թե գրկեց ինձ։ Այնպեսի մի ինտիմ կապ կար այդ պահին իմ Սուրբ Հաղորդության մեջ, որ ես համարյա վերացել էի։ Եվ հաջորդ օրերին ես հասկացա, որ իմ այդ առիթմիա սրտի խփոցներ այլևս չկան, դա բավականին ինձ խանգարում էր։ Եվ հասկացա, որ փաստորեն անգամ մոդեռնիստ այս կաթոլիկների եւ խարիսյան Սուրբ Հաղորդությունը իրական է։ Ես նորից եմ ասում ձեզ, ամեն ինչ փորձել եմ։ Հիմա, ասեք ես այդ նույն հրաշքները տեսել եմ ռուսական եկեղեցուն, որը ունի տրենդի պահանջը այդ գինին եւ խառնված է ջրի հետ։ Ոչ չեմ տեսել։ Նույնը ինչ որ հայոց եկեղեցում բայց իմ զգացողությունները չափանիշ չեն, ես չգիտեմ։ Հիմա եթե ես լատին ծեսի եկեղեցում հաղորդություն առնում եմ եւ հասկանում եմ, որ սա ինչպես թե մի աստիճան բարձրացա իմ հոգեվոր տեսողության մեջ, ես այդ մաները չեմ զգացել ոչ հայ այս առաքելական եկեղեցում, ոչ էլ ռուսական եկեղեցում, կար մի կաթոլիկ հին եկեղեցի downtown-ում, հին հայկական կաթոլիկ, այնտեղ վերջին անգամ ես ստացա օրհնությունը եւ հիմա այդ եկեղեցին փակված է։ Իսկ այն ինչ որ անում են Գլենդելում, դա մի սարսափելի երևույթ է։ Մի քահանա եւ մի կին։ Չեմ ուզում անգամ խոսել դրա մասին։ Գիտեք ինչ, կաթոլիկները սովոր են այս կարգի շոուներին, մենք երբեք չենք սովոր, կմահ կգերադասեմ։ Չհամարսակեք դուք հայկական ծեսը փոխել։ Իսկ ինչ վերաբերում է գինու եւ այդ ջրի այս մոմենտը, ինձ թվում է դարերով ի վեր մենք դա արել ենք։ Հիմա չգիտես որտեղ մի գարեգին է հայտնվում կամ դրանից առաջ KGB-ի ուրիշ տգետներ են հայտնվել եւ չեն օգտագործում այդ կանոնը։ Ես չգիտեմ, դա մի այնպիսի բան չէ, որ մենք կարողանանք հասկանալ։ Ինչպես նաեւ օրինակ, իմանալով որ Գարեգին երկրորդ սուտ կաթողիկոսը ամեն տեսակի պղծություններով անցած մարդ է, ես չգիտեմ, նրա ձեռնադրությունը իրական է թե անբավեր է։ Որտեղ ինչքան ես հասկանում եմ կաթոլիկ եկեղեցում կատեխիզմից այն քահանան, որը հասարակական եւ բաց շնացող է կամ հերձվածող է, նա արտաքսված է եկեղեցուց։ Այս մարդը հասարակականորեն շնացող է։ Եվ նա փաստորեն օծումը, ձեռնադրումը շնորհք չունի ըստ կանոնի, բայց ես չգիտեմ։ Սա պետք է օրինակ Father Wiseman-ը, որը շատ հմուտ է այս բաներում, ցավոք սրտի ինքը մեկնեց նա իմ դստեր խոստովանահարն էր, շատ մեծ աստվածաբան է եւ ես իր հետ հարցեր քննարկում էի, երբ որ գնում էի իրենց հյուր, բայց հիմա իրեն տեղափոխել են Kansas, չեմ տեսնում իրեն։ Երբ որ տեսնում ես պիտի սա հարցնեմ, բայց ինքը տեղյակ չէ ինչ է կատարում հայոց եկեղեցում, չգիտի։ Արդյոք Գարեգինի ձեռնադրումները եւ օծումը իրական են։ Արդյոք եւ Խարիսյան, որը ունի ջուր իր մեջ, իրական է, թե անբավեր է։ Եվ այս հարցերը, բայց նորից եմ կրկնում, սիրելիներս, մենք աստվածաբան չենք։ Եթե դու գնում եք եկեղեցի եւ ընդունում եք այդ կարգը, դա ձեր մեղքը չէ։ Նա ով որ գիտի սա եւ չի անում, նա պետք է պատասխան տա Աստծուն։ Ահա ես ձեզ խնդրում եմ, երբ որ գնում եք եկեղեցի, միշտ ասեք հաղորդություն առնելիս, եթե սա քո իրական մարմինն է վարունը, Տեր Հիսուս Քրիստոս, ես պաշտում եմ քեզ։ Եվ ահա Եվ դա արդեն ամեն ինչ է, մենք չգիտենք եւ մենք չենք ուրիշ եկեղեցի չկա, որովհետեւ մենք փոխարինենք դա։ Բայց նորից եմ ասում, ըստ հնագույն կանոնի դեռ եբրայական հացի ընծայումից իրենք ունեցել են նաեւ այդ ընծայումը, Մելքիսեդեկի կարգն է դա։ Նրանք խառնել են ջուրը գինու հետ։ Եվ ահա դարերով
առաքյալներից եկել է դա։ Եվ ահա փաստորեն այսօր մեր եկեղեցու իրավիճակը ուրիշ է։ Մենք չգիտենք իրական է դա թե ոչ։ Հիմա փաստորեն այս Վատիկան երկրորդը բոլոր անգամ բողոքականներին համարում է իրական, անգամ վուդու այս սատանիստներին համարում է իրական։ Այսինքն ամեն ինչ խառնված է։ Բայց բանն այն է, որ եթե մի բան իրական չէ, եւ մենք չգիտենք այդ մասին, դա մեզ տանում է գաղջության եւ ի վերջո առաքելական եկեղեցիները վեր են ասվում բողոքական ժողովարանների ազգայինի անունին տակ։ Այ երբ որ ասում են մեր եկեղեցին ազգային է, ես ունեմ հարց. ինչպես է ազգային? Քրիստոս եբրայացի էր։ Եթե ինչա Գայեգին Ներսիսյան դու հայ ես եւ ասում ես ազգային է, ուրեմն բացի Գայեգին Ներսիսյան սեկտա։ Եվ Քրիստոս տեզերական եկեղեցու փրկիչն է, մարմինն է, եւ ոչ մեկ չի կարող ասել մեր եկեղեցին ազգային է։ Եթե դու ունես քո լեզուն, արտոնված, քո հսկա քաղաքակրթություն, դա չի նշանակում, որ դա ազգային է։ Դրանք բոլորը իրարից վերցված են։ Հնագույն 6-րդ դարի շարականները լսում ես, ոնց որ մեր շարականները լինեն։ Ամեն ինչը իրար փոխանցված, իրար կապի մեջ են եղել։ Նայեք մանրանկարչությունները ինչքան նման են իրար Եվրոպայի եւ մեր։ Մենք եվրոպացիներ ենք։ Դες արդեն ապացուցել եմ, ինչքան պետք է ասեմ։ Անկամ մեր BI-ը ֆինանսավորեց, որ լուսավորչի տոհմածառը երևա, այն որ ամբողջ Եվրոպայի եվրոպական իշխանությունները եւ պապեր ծագել են լուսավորչից DNA-ով։ Ահա իմ DNA-ը խոսեց։ Ասածս ինչ է, ասածս այն որ զգուշ եղեք, մենք չգիտենք ոչ մի բան։ Հիմա ես խոսեցի այն, ինչ որ ես մտածում եմ, բայց սա ոչ մի կերպ վավերացնել չի լինի, որովհետև աստվածաբաններ չկան, սրբեր չկան, ամեն ինչ կամաց իրենք ննգափոխում են, դուք պետք է արթուն լինեք, ինչպես եւ Տերն է ասում, արթուն եղեր եւ գոտիդ կապած պահեր, եթե պետք է այսինքն կռվեր։ Բայց այս բաղավարում ես չեմ կարող ինձ վերավերցնել ասելու, որ այս առաքելական եկեղեցին անվավեր է։ Կա կասկածներ եւ նաեւ կաթոլիկ որոշ եկեղեցիներ, երբ որ մոդեռնիզմը չափուսանման չի ճանաչում, նա էլ դառնում է անվավեր, բայց սա մի ժամանակներ է, սա մի բան է, որ մենք չգիտենք, Տերը կգա եւ կպարզենք ամեն ինչ։ Ամեն։